Հրապարակ թերթը գրում է, ազգային ժողովը 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա, մեկը ընդդիմադիր, մյուսը իշխանական։ Սահմանադրական դատարան գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին քաղաքացիական պայմանագրի ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։ Ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանն էլ ընտրվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Նրան կփոխարինի Հայաստան դաշինքո պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարքեթինգի մասնագետ է, ռենշինում է աշխատում։ Փաստորաթերթը գրում է, օրերս ինչպես հայտնի է Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին նշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Դե նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց մարդկանց յուրայիններին տեղավորում են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի։ Բուն խնդիրն այլ է։ Այդ ինչպես է ստացվում, որ տակավին 1 օր առաջ մոլի ՔՊ-ական այս կամ այն գործիչը մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով մի գիշերում միանգամից դառնում է անկախ ապակուսակցական անձ ու նշանակվում է անկախ մարմնի անդամ կամ ղեկավար, հրաշք է, չէ՞։ Ու սա միակ դեպքը չէ։ Մինչ այս էլ մի մոլի ՔՊ-ական հանկարծակի 1 օրում դառնում էր լրիվ անկախ, անկուսակցական, ապաքաղաքական ու նշանակվում մարդու իրավունքների պաշտպան, մեկ ուրիշը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, երրորդը դատավոր, չորրորդը ԲԴԽ նախագահ։ Հրապարակ թերթը գրում է, ինչպես տեսանք Կիրակի օրը քաղաքացիական պայմանագրի երևանյան քարոզարշավի ընթացքում խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ամենուր մերժում ու բոյկոտում էին Փաշինյանին։ Քարոզարշավը փրկելու համար մեր տեղեկություններով Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ականներն արագ ինքնակազմակերպվել են եւ օրվա ընթացքում նիկոլական տատիկներ են դուրս բերել փողոց, որ Փաշինյանին մի 2 գովեստի խոսք ասեն։ Շենգավիթի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ ախրանիկներն արագ ընթաց մեքենաներով տատիկներին էին բերում Փաշինյանի հետ հանդիպման վայր, ոմանց թևանցուկ ուղեկցելով։ Բնակիչները նաև տեսանյութեր ունեն, որոնք փոխանցել են մեզ, սակայն խնդրել են, որ չհրապարակենք իրենց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար, որովհետև դժվար չի լինի պարզել, թե ով է նկարահանումն արել։ Իսկ ԿՊԱ-ականներն ասում են, մենք ձեզ խոսքի ազատություն ենք բերել։ Հրապարակ թերթը գրում է, նախընտրական աժոտաժը չի շրջանցել նաև Լուսավոր Հայաստան կուսակցությանը։ Մեր տեղեկություններով Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ապրիլի 11-ին է արտահերթ համագումարի, որը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցում։ Օրակարգում ներառված է 2 հիմնական հարց. Նախատեսվում է հաստատել ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ցուցակում տեղ կգտնեն ինչպես ԼՀԿ անդամներ, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող կուսակցականներ, որոնց տևական ժամանակ հրավիրում են ընտրացուցակում գրանցվելու հայտեր ներկայացնելու։ Բնականաբար ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, Դավիթ Խաչակյանը կլինի երկրորդը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ նա կլինի ՀԿ սեկտորից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք աշխատում են շինարարական ընկերություններում, Արվլուրեյեմին հայտնում են, որ խաբեության զոհ են դարձել։ Շինարարներից մեկը Լյովա Հովանիսյանը Արվլուրի հետ զրույցում հայտնել է, որ այդ շինարարական կազմակերպությունները գլխավորում է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լյովա Հովանիսյանը գլխավոր ինժեներն է, որը շինարարների հետ հավասար աշխատանք է կատարել։ Նա տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ ավելի քան 90 շինարարներ աշխատել են 3 տարբեր ընկերություններում, սակայն նրանց հրաժարվել են վճարել։